Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը, նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները ազգային բողոք են նվաստացման, պարտության, հարկադրանքի եւ հայկական պետականության շարունակական քայքայման դեմ։ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը, Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները միջազգային մեկնաբանությամբ ներկայացվել է որպես պարզ աշխարհաքաղաքական մրցակցություն արևմտամետ կառավարության եւ իբր ռուսամետ ընդդիմության միջև։ Այս ընտրությունները գաղափարական մրցակցություն չէր արևելքի եւ արևմուտքի միջև։ Դա ամենից առաջ ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի եւ հայկական պետականության շարունակական քայքայման դեմ։ Նիկոլ Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը։ Գործընթացը նշանավորվեց ճնշման, ահաբեկման, վարչական վերահսկողության, ընտրովի իրավակիրառման եւ հետընտրական գործընթացի մանիպուլյացիայի մթնոլորտով։ Հայ ժողովուրդը քվեարկել է Հայաստանի համար, նրա արժանապատվության, ինքնության, սահմանադրական կարգի եւ նրա իրավունքի համար, գոյություն ունենալու ոչ թե որպես պետությունների միջև սակարկության առարկա, այլ որպես ինքնիշխան պետություն, նշել է Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Իմ ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտան շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաջողության առիթով եւ հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։ Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի, ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում։ Տրիպը անարգել հաղորդակցություն կապահովի Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 80-ամյակի առիթով հղած շնորհավորական ուղերձում, հավելելով, որ այն կդառնա միջանցքի մաս կայունացնելով տարածաշրջանի խաղաղությունը եւ համագործակցությունը, գրում է ԱՊԱ-ն։ Ձեր ներկայությամբ Վաշինգտոնում եռակողմ համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանի հետ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի համաստորագրումը խաղաղաշինության ոլորտում ձեր հետևողական ջանքերի արդյունք է,
ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին Ալիք 34-ի վրա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը G7 գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ նախնական համաձայնագիրը արդեն ստորագրվել է, հայտնում է BBC-ն։ Նրա խոսքով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեխնիկական բանակցությունները սկսվելու են, մինչդեռ պատժամիջոցների հնարավոր մեղմացումը կամ սառեցված ակտիվների ապաշրջափակումը կախված է լինելու Թեհրանի կողմից համաձայնագրով ստանձնված պարտավորությունների կատարումից։ Համաձայնագիրը էլեկտրոնային եղանակով ստորագրել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Վենսը եւ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Խալիբաֆը։ Ըստ նախագահ Թրամփի, Միացյալ Նահանգներից բացի համաձայնագրի վերջնական դրույթները համաձայնացվել են նաև բոլոր ներգրավված կողմերի՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի եւ մի շարք այլ երկրների հետ։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ 2025 թվականին Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 4413 գործարք, որոնցից 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ, հայտնում են Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից։ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիների կողմից գրանցված գույք առկա չէ։ 2025 թվականի ընթացքում Թուրքիայի քաղաքացիների կողմից Երևան կենտրոն վարչական շրջանում ձեռք է բերվել բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան եւ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական բնակավայրում 1 հող։ 2023 թվականին Թուրքիայի քաղաքացիները Երևան քաղաքում ձեռք են բերել բազմաբնակարան շենքից 3 բնակարան։ Նույն տարում Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք չեն գրանցել։ Մինչդեռ 2022 թվականին ձեռք են բերել 2 անշարժ գույք, մեկը Երևանում, մյուսը Լոռու մարզում, հայտնում են Հայաստանի Հանրապետության կադաստրից։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Աշխարհի ամենահարուստ մարդը 54-ամյա Իլոն Մասկը հունիսի 12-ին SpaceX ընկերության բաժնետոմսերը դուրս է բերել բորսա եւ դարձել պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է $1 տրիլիոն։ SpaceX-ը Nasdaq բորսայում տեղաբաշխել է իր բաժնետոմսերի մի քանի տոկոսը, մեկ բաժնետոմսի համար $135 մեկնարկային գնով, մի քանի րոպե անց այն բարձրացել է մինչև $164, հայտնում է BBC-ն։ Ըստ Reuters գործակալության SpaceX ընկերության արժեքը կազմում է ավելի քան $2 տրիլիոն։
SpaceX-ը առավել հայտնի է տիեզերական հրթիռների, տիեզերանավերի եւ արբանյակների մշակմամբ, սակայն դրա կազմում ընդգրկված է նաեւ արհեստական բանականությամբ զբաղվող xAI ընկերությունը եւ X սոցիալական հարթակը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter։ SpaceX-ից բացի Elon Musk-ը վերահսկում է նաեւ Tesla էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերությունը։ Հարգելի բարեկամներ, ինչպես գիտեք, Արձագանք հայկական հեռուստաընկերությունը ոչ շահութաբեր կազմակերպություն է, որը չի ֆինանսավորվում որևէ պետական կամ մասնավոր կազմակերպության կողմից։ Ձեր ֆինանսական օժանդակությունը մեր անկախության հիմքն է։ Նվիրատվությունների համար կարող եք օգտվել այս հղումից կամ գտնել մանրամասն տեղեկություններ նկարագրության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ, արվեստագետների, երգիչ-երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող էին վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ։ Իսկ այցելելով www.ainvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆիայի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող եք դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։